Մտահոգությունը մեկն է, որ անհետ կորածների վերաբերյալ հումանիտար բանակցությունները կարող են փակուղի մտնել երեկվա իրադարձությունների հետևանքով։ Կրկնեմ, պատերազմի ավարտից մինչ երեկվա դրությամբ հումանիտար հարցերով բանակցությունները վարվել են ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից եւ երկար ընդդիմությունից այդ հապաղումից հետո վերջին ժամանակներում բավական դրական ազդակներ էինք ստանում հենց ազգային անվտանգության ծառայությունից եւ այդ էր այդ մտահոգությունը, որ այս կտրուկ փոփոխությամբ հիմնական բանակցողի փոփոխությամբ կարող են այս բանակցությունները մտնել փակուղի, ինչը էապես կարա մեր դրությունը անելանելի դարձնել։ Մենք ամիսներ առաջ տեղեկացանք միջազգային հայցերից հրաժարվելու մասին, որը էլի մեր բողոքի ալիքը բարձրացրեց, այսինքն տեսնում ենք, որ հետևողական քայլերով ու այս ամբողջ փոփոխություններով ըստ էության մեր իշխանությունները թաղում են անհետ կորածների, բռնի անհետացածների հարցը, այսինքն մենք ունեինք բազմաթիվ դժգոհություններ քննչական մարմինների աշխատանքներից, գնաց քննչական մարմնի ղեկավարը փոխվեց, նոր քննչական մարմնի ղեկավար եկավ, լրիվ համակարգի հետ, այսինքն մեր հարցի հետ կապ չունեցող մարդ, որը խնդրեց, որ նորից պետքա ծանոթանա այս ամեն ինչին, ու անընդհատ մենք պարզում ենք, որ մարդիկ են փոխվում գործընթացում, որոնք անընդհատ պատճառաբանություն ունեն նորից ծանոթանալու խնդրի բոլոր նրբություններին ու դետալներին։ Այսինքն ամեն ինչ սկսել իրենց սեփական կետից, մենք դրա դառը փորձը տեսել ենք, թե ինչ է նշանակում բանակցությունները կամ գործընթացները սկսել սեփական կետից։ Պահանջը հիմա հետեւյալն է, որ գոնե թե մենք կարողանանք հավաստիացում ստանալ նոր մարդուց, հասկանանք, թե ի վերջո ով է ստանձնել այդ առաքելությունը, շարունակելու այս հարցը, գոնե թե նույն ինտենսիվությամբ, ինչ որ նախկինում եղել էր, եւ նույն կետից, ինչին որ հասել էինք։ Մենք դեռևս նման հավաստիացում չենք ստացել։